Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը կարող է հեղափոխություն անել։ Ինչ եք կարծում։ Չեն սիրում իրեն։ Չեմ կարող ասել։ Ես գտնում եմ, որ ինքը քաղաքական դիակ է արդեն իզորաժամ ասացում։ Ես չէ, ուզնամ որ ինքը հեղափոխություն անել։ Բայց կարող է, ինչ եք կարծում։ В принципе, любой-ն է կարող որ փող ունի կամ սպոնսոր իր հետևում։ Մենակ Քոչարյան։ Ես ուրիշն եմ ընտրելու։ Չեմ կարծում։ Չեմ կարծում, ուղղակի չգիտեմ, չեմ պատկերացնում ինչ հեղափոխություն պետք է լինի։ Չգիտեմ։ Ոչ, ինչ եք կարծում։ Այդպես է թվում։ Հեղափոխություն։ Ինչ նկատի ունեք, որ ասում եք հեղափոխություն։ Օրինակ, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 10։ Նիկոլ Փաշինյանը որ նահուր։ Ո՞րն է տարբերությունը։ Շատ մեծ։ Օրինակ։ Էնի պատերազմ անցած տղամարդ է։ Ընդ որում նա խրամատում կամ բունկերում պահկված չի եղել։ Այն քոքից տեղում է եղել։ Ճիշտ աշխից լույսը չի Սերժ Սարգսյանը, բայց նա էլ է տեղում եղել։ Իսկ էսի որտեղ է եղել, այս փողոցը, որ նախկինում Կարմիր բանակի փողոց էր, կոչում կիսանողային մի հատ կռիս էր, կլեուզը հավաքող ու գործ տվող։ Այդ է տարբերությունը։ Դե հիմա հեղափոխություն կանի թե չի անի, ես չեմ կարծում։ Բայց դեպս գերադասել է, որ Քոչարյանն է, որտեղ նա արդեն փորձել ունի, տեսավ ինչ տեղի ունեցավ ու ինքը վատ թելավ Հայաստանից դուրս։ Ինչ որ հարգանք ունի, համբավել, որքան որ ես եմ մտածում, լավ, տենց ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքը է։ Ու ցանկանում եմ, չնայած ես Սամվել Կարապետյանին եմ ձայնս տալու, դա միանշանակ, բայց այնպես չի, որ Քոչարյանը իմ ողքերին թշնամին է, ես բան եմ, իր նկատմամբ թույն եմ շնչում։ Իր օրոք էլ վատ բաներ չի եղել, լավ բաներ էլ ա եղել։ Այնպես չի, որ սաղ մինուս է գնացել, իսկ դե մենք ինչ ունենք, հա, երկու տրալեբուս են բերել ցույց տալիս, հրապարակի չէ ցույց տալիս զուգահեռ 52 հատ մեքենա էս բերել ոստիկանների համար։ Դա դրա բերել դրանք էլ շարել են։ Բարեհամբույր տղա։ Այնքան բարեհամբույր տղա ես, որ այնքան անեքետ անեցես խոսում, ոնց որ թե ես եմ տրասի բաներ ունեմ։ Չնայած իսկական տրասի բանը ինքն է, էլի։ Գյումրի, Երևան, տրասի մնաք շարունակությունը գիտեք, էլի։ Ոչ մի լավ բան դրանց չեմ ցանկանում։ Նույնիսկ անկեղծ ասեմ, ամենավատը դրանց եմ ցանկանում։ Որ այն ընտանիքները, որ այդ թուղթը եկավ, սև թուղթը մտավ այդ ընտանիքների տունը, իր տունը մտնի, իր այն միջև քոքը, որ իմանա այդ ինչ բան է։ Հնարավորություններ կանխեր, բայց միտումնավոր տարան այդքան մարդու կոտորել տվեցին, հետո հրճակեցին, բանից բարձվում է, այն առաջի պատերազմի ժամանակ 5000-ից ավել տղա է զոհվել, տղամարդ, ոչ թե սրա նման կասեին նա ինչ։ Դրանք բոլորը դա գիտեն, չէին հասկանում, որ դա ախր Ադրբեջանի սուվերեն տարածքն է։ Ղարաբաղյան շարժումը մեր ճակատագրական սխալն է։ Բայց այն ժամանակ երգեր, երբ որ Լևոնի համար ճղում էր Բողազը օպերա հրապարակում, քիչ էր ասում։ Չէ՞ որ Լևոնը դրա հեղինակներից մեկն է, չէ՞, իր օրոք ա եղել, ճիշտ է թե չէ։ Հայաստանի համազգային շարժում, հա, Հաբին էլ սխալալ ինձ։ Վասիլյանին էլ գիտեք ինչ արեցին, մի քանի օքյոլ Ալավերդյան փողոցի վրա սպանեցին։ Որ ասես ախր։ Ինչ ասեմ, մեր համաքաղաքացիներին, մեր ժողովրդին խորհուրդ եմ տալիս մեկ-մեկ էլ գլխով մտածեք, էլի, այն ով սովորած տամոքսով կամ նստատեղով մտածի, կամ էլ գրպանով։ Ճակատագրական հարց է, էլի։ Սա աշխարհավատնա, մենակ մենք ենք լավը, մեկ էլ Եվրոպայի այդ բաներ, գույնավորներ, էլի։ Բուկետա, չէ՞, այնտեղ։ Այդքան է։ Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը կարող է հեղափոխություն անել։ Իմ համար այդ անազգանն այնքան տհաճ հարգելիս, ձեզ լավ օր եմ մաղթ։ Ձեր հարցը ձեզ դուր է գալիս։ Ոչ, հեղափոխություն չէ։ Ռոբերտ Քոչարյանը թող օրինական ձևի հաղթի իր դաշինքով, իր աջակիցներով հեղափոխությունը անելը դա գիտեք երբ է կարելի անել։ Ընդամենը 2 շաբաթ հետո ընտրություններից հետո արդեն
գիտեք ինչ, ժողովուրդ, օրինակ սրանից մի տարուց ավել առաջ Տրամպը հաղթեց, այն մարդամեկը իրան շնորհավորեց։ Ընդամենը մի ամիս առաջ Մադյարը հաղթեց, Վենգրիայի մասին խոսք արդեն հաղթեց, Օրբանը չնայած ես զզում էի Օրբանից իրան չեմ սիրում, նրան շնորհ, իսկ դուք ինչպես եք կարծում, հիմա որ խոսքի եթե նու Փաշինյանը հաղթի, կարող է Քոչարյանը իրան շնորհավորի կամ էլ հակառակը, ոչ նա կլինի, ոչ էլ նա, դա ինչ անհագ, սա ոչ էլ ընտրություն է, ժողովուրդ ջան, սա ընտրություն չէ, սա ուղղակի պայքար է, պայքար, գիտեք ոնց, ասելու բան չի, բայց սա ժողովրդի պայքարը չի։ Սա ժողովրդի պայքարը չի, որտեղ ժողովուրդը այն չի, ինչ որ եղել է 20 տարի առաջ։ Ժողովուրդը համի լավ էլ գիտի ով էշ ինքը փալան, դրա համար էլ բոլորը կարծում են մի ձևի, էշնել, վրիվ էշնել։ Ու իրանց համար ապրում են, իրանց համար եւ ես լուրջ եմ ասում, ժողովուրդը ես չեմ ասում ես այդ ձևի եմ մտա, ժողովուրդը իսկ եթե ասեմ ժողովուրդը դա նշանակում է մեծամասնություն է, այդ ձևի է մտածում։ Դե իրանց ոչ մի բան չկա, բայց գիտեք ոնց, ոչ ոք չի ուզում հիներից մարդ լինի, ես այնքան շատ կուզենայի այս հմիկվա Քոչարյանը լիներ ուրիշ Քոչարյան, ոչ թե այն ինչ որ եղել է մանավանդ այս վերջի 17-18 տարին, որ своим бездействием, նա որտեղ սեր ժամանակ իր համար ոչ միտեղ փակ դուր չկար, ինքը իսկ ինչ վերաբերում է որդիներ 13 թվին նա իր մեր անգամ եղել է այս բառը չեմ ասել, նա պետք է դներ իր տեխնիկությունը ժողովուրդը դաժե իրան ասեց ինք ասեց ուզում եք ժողովուրդը հա ուզում էր որ ինքը դներ որ նու մոմենտ կար կամ էլ ինքը պետք է չթողեր Նիկուշնատ դա հնարավոր քանի Նիկոլը դեր դեպուտատ էր այն ժամանակ ինքը պետք է դներ իր տեխնիկությունը եւ թույլ չտար որ դարձնեին երկիրը պարլամենտսկի պետք է թույլ չտար դրան մենք դրան չենք ասել ինչ վերաբերում է հեղափոխություն ընտրություններից հետո ես չգիտեմ ինչ անելու իրանց ես չգիտեմ, ես լուրջ եմ, այդքան էլ որ ասված գիտեք ինչ, ես չգիտեմ ժողովուրդ ջան, որտեվ իսկականից դա եւ ես չգիտեմ, ոչ ոք չգիտի, որտեվ սա համի բոլորը կարծում են սա աթոռի կռիվ է, աթոռից բացի սա կյանքի ու մահի կռիվ ալնելու ով էլ լինի չիների իր հակառակորդին թե Փաշինյանն լինի թե մեկ լինի ոչ մեկ էլ որտեղ մենք դեռ չենք ասել այդ մակարդակին որ հաղթողին շնորհավորենք ու քաշվենք նման բան չկա դրա համար էլ ժողովուրդը երևի մի քիչ пассив է մի քիչ չէ ահագին ժողովուրդը իրան пассив է պահում 40-50% չափ ժողովուրդը ոչ էլ գնալու է ընտրությանը տակը կմնա մոտ 1 միլիոն մարդ, հիշեք, մոտավորապես 1 միլիոն մարդ կմնա, տակը որ գնալու է մոտավորապես կարող է միլիոներ չլինի, դե պարշի ով պետք է հաղթի,